բարակույրը կատարվեց, վերից բարակույրը պատրվեց սրբության սրբոց բարակույրը։ Այսինքն Սուրբ Հոգին դրանով ցույց է տալիս, որ ճանապարհը բացվեց հաղորդակցության հոգի Աստծո հետ։ Քանի բարակույրը կար, դրանով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, որ փակ է, չեք կարող մտնել։ Ինչու՞? Մեղք ունեք։ Ինչու՞ ձեր խշմտանքը մաքուր չի։ Ինչու՞ քահանայական կոչում չունես։ Ինչու՞, որտեղ հաշտված ես Աստծո հետ եւ Աստծո բարգությունն է քեզ վրա։ Բայց երբ որ Հիսուս Քրիստոս ես ընդունում, նրա սուրբ ու պատվական արյունը մաքրում է քեզ։ Դու արդարանում ես, Աստծո աչքերին դու ճիշտ դիրք ունես։ Այսինքն Աստծո բարգությունը չի քեզ վրա։ Երբ որ Հիսուս Քրիստոս ընդունում ես, դու արդեն Հիսուս Քրիստոս հագած ես եւ Հայր Աստծո աչքերի առջև նա իր որդին է տեսնում։ Եվ դու կարող ես մուտք գործել սրբության սրբոց, բայց քեզ պետք է գիտելիք։ Անգամ հрьяաները, նոր կտակարանի հрьяաները վախենում են այս բանը ընդունելուց ու լսելուց։ Անգամ նոր կտակարանի հрья հավատացյալները դեռ չէին հավատում, որ հնարավոր է Աստծո հետ հաղորդ լինել, իսկապես բացված է ճանապարհը։ Իսկապես սրբության սրբոց դուռը բացված, կարող եք մտնել ու հաղորդակցվել, այո, բայց ինչ է պետք։ Եբրայեցիս 10:19-ից կարծում եմ առաքյալ ասում է համարձակությունով մի վախեցեք, համարձակ եկեք։ Տեր Հիսուս իր մարմնով մեր համար բացեց նոր ճանապարհ, վարակույրի միջով։ Եկեք այդ տողերը մեր հիշողության մեջ թարմացնենք, խոսքը շարունակենք։ Եբրայեցիս 10-րդ գլուխ Քանիներ դե սոված, ծառավ, հաղորդ լինելու Աստծո հետ։ Ասեմ մի բան ձեզ իմ հասկացած քույրեր եղբայրներ։ Եթե ձեր մեջ սով ու ծառավ չկա հաղորդակցության, ոչինչ չի ստացվի ձեր մեջ։ Անգամ այդ սովի ու ծառավի համար էլ խնդրեք Տիրոջ։ Աստված մեր սովի ու ծառավի համեմատ է բացվում մեզի։ Իրենից է սկսվում, առանց իրեն մենք ոչինչ անել չենք կարող, բայց երբ որ իրենից սկսվում է, մենք պետք է շատ արթուն ու զարթուն լինենք, որ չհանգչի։ Կրակը իրենից է սկսվում, ոչ մեկը չի կարող այդ կրակը բռնկցնել։ Լավ լսեք։ Աստված է մեզ գտել, Աստված է մեզ լուսավորել, Աստված է մեզ կանչել, Աստված է մեզ արդարացնել։ Բայց այդ կրակը, որ ինքը բռնկցնում է, մենք պետք է անընդհատ օգնենք, որ այդ կրակը բորբոքվի հանգարտ չհանգչի։ Այդպիսի համար կա առաջի Թեսաղոնիկեցի 5-րդ գլխի վերջի մասերում է 19-20 հոգին մի մարենք։ Այսինքն կրակը բռնկցրեց, Ղուկաս 12:49 Տերը ասում է, ես եկա կրակը վառելու եւ ինչ եմ ուզում, եթե ոչ այդ, որ այդ կրակը բռնկված լինի, Թեսաղոնիկեցիներում գրում է, որ հոգին մի մարեք։ Դա կրակի է նմանեցնում, այդ կրակը զգուշեղեք չմարի։ Առաքյալները, որ Սուրբ Հոգով մկրտվեցին, գրված է, նրանց տրվեց կրակե լեզուներ։ Լեզուներ ինչպես թե կրակե։ Այսինքն կրակի հետ համեմատում է ինչ-որ բաներ մեզ հասկանալու համար։ Կրակ ֆիզիկական մենք ունենք և ինչ-որ բաներ ծանոթ ենք, այդ կրակը ինչ է ուզում։ Այդ կրակը երբեք հերիք բառ չունի։ Անդադ սիրում է, որ դու մի նյութ տաս, որ ինքը վառվի։ Եթե չտաս այդ նյութը, ինքը կհանգչի։ Դրա համար Տիրոջ խոսքը մեզ ասում է, հոգին մի մարեք, այսինքն մեզ է կողված։ Հիմա, եթե դու ծառավ չունես Աստծո, և այդ Աստծո դրա ծառավն էլ չես հագեցնում, կամաց այդ ծառավը կմարի։ Ես հիմա ավելի եմ գիտակցում, դա կարող է ազգին Աստված ողորմություն անի և ինքը ուշադիր չլինի այդ կրակը մարի։ Դա կարող է ընտանիքի լինի, անհատի լինի, նույն բանն է։
Եթե ուշադիր չեղավ այդ կրակին, այդ կրակը կմարի։ Եվ եթե մարում է, դա արդեն մեր խնդիրն է։ Մենք ենք պատճառը եւ դա թանկ է նստում մեր վրա։ Դա թանկ է, որովհետեւ այն ինչ որ Աստված անում է, մենք շատ լրջորեն պետք է մոտենանք։ Շատ լրջորեն, շատ ավելի լրջորեն, քան որևէ բանի հետ այս աշխարհում։ Ուրեմն եթե դուք սով ու ծառավ ունեք Աստծուն, դուք այդ դեպքում կուզենաք կփնտրեք, գիտելիք ձեր կբերեք եւ փափակ ունենաք մտնելու, հաղորդ լինելու, հոգի Աստծո հետ։ Դա ձեր հոգու մեջ է, որևէ վայրի հետ չի կապված, պետք չի որևէ տեղ գնալ։ Ոչ մի եկեղեցի, ոչ մի քաղաք, ոչ մի շենք, ոչ մի քարոզի չի կարող ասել միայն այստեղ է, իմ մոտ է կամ իմ վայրում, իմ քաղաքում, իմ տաճարում։ Հոգի է Աստված։ Ինքը ամենուրեք է։ Ամեն, Աստված ամենուրեք է։ Մեր միտքը դա չի կարող լրիվ ըմբռնել։ Մենք չենք կարող լրիվ հասկանալ, ինչպես կարելի Աստված ամենուրեք է։ Աստված ամենուրեք է։ Նրա աչքերից ոչինչ չի վրիպում եւ ոչ մի ծածուկ բան չկա իր աչքերի առջեւ։ Նա երկնքում է, երկրի վրա է, ամենուրեք է։ Սաղմոսներում Դավիթ կա 39 սաղմոսն է, կարծեմ ասում է, երկին գնամ այնտեղ ես, դժոխք իջնեմ այնտեղ ես, անդունդը իջնեմ այնտեղ ես, խավարի հետ մութ տեղը ծածկվեմ այնտեղ ես, ուր գնամ քո հոգիից։ Ոչ մի տեղ չես կարող գնալ, մնա քո տեղում։ Մնա զղջա ապաշխարի կոտրվի լացի, չգիտեմ, մի բան արա հաշտվի Աստծո հետ, Հիսուս Քրիստոսով։ Ամեն։ Ուրեմն դուք պետք է փափակ ունենաք քույրեր եղբայրներ։ Ես նորից եմ ասում ձեզ, ինչու համար քրիստոնյաները չեն աճում ու մեծանում, որ դառնան երկրպագու։ Աստված չի ուզում։ Քավից։ Ես համաձայն չեմ խոսքի։ Բայց ես տեսնում եմ ու համոզվում եմ իմ փորձառության մեջ, որ մարդիկ կարող են քրիստոնյաներ 10, 20, 30 տարվա հավատացյալ լինի եւ երկրպագու չլինի։ 40 տարվա հավատացյալ կարող է լինել եւ երկրպագու չլինել։ Ինչու՞։ Որովհետեւ ինքը չսիրեց, չուզեց, ուշադրությունը շեղեց, ուրիշ բաներով զբաղվեց, ուրիշ բաներով հետաքրքրվեց եւ այսպես իր կյանքը անցկացրեց ոչ իմաստուն։ Բայց ես կարծում եմ, եթե Աստված հայտնվել է մեր կյանքում, դրա վրա մտածենք, ուղղակի հենց դրա վրա մտածենք, եթե Աստված հայտնվել է իմ կյանքում եւ այդ հայտնության համար զոհ արեց, որ ինձի գտնի ու փրկի, ես պետք է լրջորեն մոտենամ Աստծուն։ Շատ ավելի լուրջ, քան որևէ հարցի այս աշխարհում։ Համաձայն եք։ Դուք կարող եք այդ սովը ծառայել, բորբոքել, որ ավելանա, եւ դուք կարող եք համցնել, հավատացեք, որ մեզ անելիք ունենք, պետք չի գցել Աստծո վրա ամբողջը։ Դա խափող միտք է սատանայի, որ շատ ժամանակ գցում են Աստծո վրա։ Աստված տեղ ուզում է արթնություն, այնտեղ չի ուզում արթնություն։ Ես չգիտեմ երկրի մեջ Աստված ուզում է արթնություն, թե չի ուզում, բայց մեկ բան գիտեմ, քրիստոնյա, որ քեզ կանչել ու վերստին ծնել է, քո մեջ ուզում է արթնություն։ Դրանում կասկած չունեմ, համոզված եմ։ Որովհետև երբեք Աստված չի ուզի մեկին ծնի ու այդպես թողնի, որ մեռնի։ Ամեն։ Ուրեմն որպեսզի դու դառնաս երկրպագու, հոգով երկրպագու, դու պետք է մարմնավոր շրջանակներից դուրս գաս։ Դու պետք է սովորես, նայեք, մենք շատ բաներ ասում ենք, բայց դրանք բացելու կարիք են զգում։ Օրինակ, երբ որ ասում ենք մարմնավոր եւ հոգեվոր, եթե դու չհետաքրքրվես, ո՞րն է մարմնավորը, ո՞րն է հոգեվորը։ Քո համար դա ոչ մի բան չի անի։ Քարոզ չի քարոզածը ոչինչ չի անի քեզ։ Բայց եթե դու հետաքրքրվես եւ ասես, ինձի խոսքեր ասվեց, կպավ սրտիս, մտքիս, ես պետք է ուսումնասիրեմ, ես պետք է հետաքրքրվեմ, ես պետք է իմանամ, ո՞րն է մարմնավորը, ո՞րն է հոգևոր։
Ինչ պիտի անեմ, որ հոգևորը զարգանա, մարմնավորը թուլանա։ Ինչ է պետք ինձ անել, եթե այս բոլորը չհետաքրքրի քեզ քրիստոնյա, դու չես կարող հաղորդ լինել Աստծո հետ։ Իսկ եթե հաղորդ չես Աստծո հետ, դու չես կարող երկրպագու լինես։ Կարճ ասած, եթե դու սրբության սրբոց չես մտնում, ինչպես երկրպագ ես։ Եթե դու մարմնավոր ես, քո մարմնավոր մտքերը չեն թողի դու հանգիստ լինես։ Մարմնավոր մտքերը դրանք խեղդում են մարդկանց։ Մտքերի ճնշման տակ մարդիկ վազվզում են, չեն կարողանում հանգստանալ մտքերի ազդեցությունից։ Դա կոչվում է հոգս։ Սկսում են 15-20 տարեկանից, դառնում են 60-70 տարեկան, ասում են, էս էլ անեմ, էդ էլ անեմ, էս մի գործ էլ անեմ, վերջացավ, էլ ինչ մնաց որ անես։ Բան չմնաց որ անես։ Բայց միտքը չի արթնանում, որ ես այս 20 տարի ինչ արեցի, նոր ինչ պիտի անեմ։ Հիմա այդ շատ-շատերին միտք ա բռնել, թե այդպես հուր հավիտյան այսպես մնալու են երկրի վրա։ Ժամանակը, սլակը պտտվում է, ժամանակավոր Աստված մեզ դրել։ Այստեղ եք։ Մարդ, ժամանակավոր ես դու այս երկրի վրա, ժամը դեն անցնում է։ Հենց որ վերջացած է, հայդե, վերջացավ ժամանակը, սովորար չսովորար, պաշտեցիր չպաշտեցի, վերջացավ, շատ թանկ է ժամանակը, շատ թանկ է, հատկապես մեր ես ժամանակը վերջի օրերում, և եթե մենք իմաստուն չգործացենք ժամանակը, մերն է պրոբլեմ, և մենք ինչ որ բաներ բաց թողած կլինենք աստվածային, հիմա ավելի եմ համոզված, որ մեր ձեռքը տրված է բաներ, մեզնից է անելու չանելը։ Մենք ենք ընտրում, ինչպես եդեմական պարտեզում ընտրեցին։ Մինչև հիմա մենք ենք ընտրում, ուզում եմ չեմ ուզում, կանեմ չեմ անի։ Մենք ենք ընտրում, ուզում եմ Աստծուն, ես եմ ընտրում, չեմ ուզում Աստծուն, դարձյալ ես եմ ընտրում։ Ինչին որ կհանդիպես, մի զարմացի, դու ես ընտրել։ Ինչին որ հանդիպես, մի զարմացի, դու ես ընտրել։ Շատ մարդիկ ընտրում են մի ճանապարհ, որ տանում է կորուստ, անդուտ, խնդիրներ, փորձանքներ, հետո հասնում են այդ փորձանքներին, ասում են, բայց ինչպես եղավ, դու ընտրեցի։ Շատ մարդիկ կհայտնվեն Աստծո ներկայությունից դուրս և կասեն ինչու, ինչ եմ արել, ինչի համար, դու ընտրեցիր, դու այդ ուղին բռնեցիր, դու որոշեցիր, դու մտածեցիր, դու ժամանակը տվիր, դու ընթացքը այդպես վերջացիր։ Շատ մարդիկ կհայտնվեն Աստծո արքայության մեջ, ուրախության ու ցնծության մեջ, ինչպես իրենք ընտրեցին։ Հիմա դու ինչ ես ընտրում, քո կյանքը ինչպես է, խաղաղ, ուրախ, երջանիկ, դու ես ընտրել, դու ես դասավորել, անհանգիստ ես, խնդիրներով ես, արկածներով ես, դու ես ընտրել, հարևանը չի մեղավոր։ Համաձայն եք։ Հոսել է, մենք խոսում ենք երկրպագու դառնալու մասին, համոզված եղեք, որ պետք է մեծանալ, իմ հոգու սրտի մեջ մի կրակ կա երկրպագության։ Հավատացեք, որ ես չեմ հագելում երբեք երկրպագելուց, ես կարող եմ ժամեր անցկացնել և անցկացնում եմ աճար, Աստծո ներկայության մեջ, և չկա մի բան այս աշխարհում, որ այդքան ինձ գերած ու բռնած լինի, ինչպես ինքը, հոգի Աստված։ Իմ ամենաուրախալի ու սրտի ցանկալի տեղն է իր ներկայության մեջ լինում։ Ամեն։ Քո փափագը որտեղ է տանում քեզ։ Քո սրտի ցանկությունը ուր է տանում քեզ։ Զգույշ եղեք, թույլ մի տվեք նժարի ծանր մասը անցնի աշխարհի, շատ զգույշ եղեք։ Դա դանդաղ է կատարվում։ Դա դանդաղ է կատարվում։ Ես ձեզ տեղ ասեցի կարդալու, ուզում եմ կարդալ։ Խոսքը գնում էր սրբության սրբոց մտնելու, հոգի Աստծո հետ հաղորդ լինելու մասին։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 19-րդ խոսքից, եղբայր,
որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունով, որը որ նորոգեց մեզ համար նոր եւ կենդանի ճանապարհ վարակույրի միջով, այսինքն իր մարմնով, եւ ի մեծ քահանա Աստծո տան վրա, ապա թող մոտենանք նրան ճշմարիտ սրտով, հավատքի լռությամբ, մեր սրտերը մաքրված չար հաշվետանքից եւ մեր մարմինը լվացված սուրբ ջրով։ Առաքյալը բացում է, որ համարձակությունով մտնենք սրբարանը Հիսուսի արյունով։ Աստված բացել է ճանապարհը, բայց կարծես շատերը դեռ վախ ունեն։ Վախ ունեն, որովհետև հավատք չունեն։ Վախն ու հավատքը միշտ դրվում են կշերքի վրա, կամ վախն է հաղթում, կամ հավատքը։ Համարձակությունով մտնենք սրբարանը, ինչի վրա հիմնվելով, մեր բարի գործերի, մեր բարի հատկանիշների, պտուղների վրա մենք չունենք, Հիսուսի արյունով։ Ուրեմն, մեր համար բացվել է նոր և կենդանի ճանապարհ, ով բացեց Հիսուս Քրիստոս, ինչով բացեց իր մարմնով, որն է իր մարմինը։ Խոսք գնում է ճանապարհ մարմին։ Ինչպես հասկանանք։ Որն է այդ ճանապարհը։ Եթե ճանապարհ է, ուրեմն դա մի տարածություն է, որ դու պիտի անցնես։ Եվ ասում է Հիսուսի մարմնով։ Ուշադրություն դարձեք 2:20 խոսքը, որը որ նորոգեց մեզ համար նոր, այսինքն նոր ճամփա բացեց մեզի եւ կենդանի ճանապարհ։ Վարակույրի միջով, այսինքն իր մարմնով։ Ճանապարհ, վարակույր, մարմին։ Այս բոլորը ամեն մեկը պետք է հասկանան, ինչ նկատի ունի։ Ուրեմն նոր ճանապարհ է բացված մեզ։ Եվ այդ ճանապարհը կարծես վարակույրով պատված լինի, միշտ հստակ չէ, հաջորդ քայլը ինչ պիտի անի։ Եվ վերջում իր մարմնով։ Այդ մարմինը այս խոսքն է։ Եթե այս խոսքը չլուսավորվի, քեզ դու չես հասկանա որն է ճանապարհը։ Եթե այս խոսքը չի բացվում քեզ, դու մնում ես մարմնավոր մտքերի ազդեցության տակ։ Այս խոսքի հայտնությունն է ճանապարհը տանում քեզ դեպի սրբության սրբոց։ Այս խոսքն է քեզ ֆիզիկական սայներն են քեզ ցույց տալի քո ուզած նպատակակետը։ Դու մտնում ես freeway եւ քո ուզած exit-ը, որպեսզի գտնես։ Մեր համար բացվել է նոր եւ կենդանի ճանապարհ սրբարանը տանող։ Ինչպես կարող ենք մտնել այդ սրբարանը։ Հիսուսի արյունով, խոսքի հայտնությունով, այդ վարակույրը մի անգամից չի բացում, դա աստիճանաբար է բացվում։ Եվ հաջորդ խոսքերը տեսեք ինչ է ասում, որ մենք մեծ քահանա ունենք Աստծո տան վրա, Հիսուս Քրիստոս, որը բարեխոս է մեր համար, նրա միջոցով ենք մտնում երկնային հոր ներկայության մեջ։ Ինչ է մեզ անհրաժեշտ, մեզ պետք է մոտենանք ճշմարիտ սրտով եւ լիքը հավատքով կամ հավատքի լռությամբ կամ իսկական հավատքով։ Աստված հոգի է եւ ինչպիսի երկրպագուներ է ուզում, հոգով եւ ճշմարտությունով։ Այստեղ մեզ ցույց է տալի, որ մոտենանք նրան ճշմարիտ սրտով։ Ուղիղ եղեք Աստծոյ։ Դուք գիտեք իրար։ Օրինակ հարազատ բարեկամ, մարդիկ կան գիտեն, ասում են, օրինակ իրենց հարազատներից են ասում են, սա խորագետ է, սա կեղծավոր է, սա շիտակ է։ Չէ՞, մարդիկ գիտեն իրար։ Դուք գիտեք, դուք ով եք, ինչ որ չափի եւ գիտեք Աստծո հետ ինչպես է։ Ուղիղ եղեք Աստծո։ Մոտենանք իրեն ճշմարիտ սրտով։ Ճշմարիտ եղեք Աստծո հետ, ուղիղ եղեք Աստծո հետ, ինչպես որ կա, ինչ որ կա հայտնեք Աստծուն, միևնույն է ինքը գիտի։ Միևնույն է ինքը գիտի, մոտենանք նրան ճշմարիտ սրտով եւ հավատքի լռությամբ կամ կատարյալ կամ հասունացած հավատքով կամ իսկական հավատքով։
Այսօր ավելի խոսքս դրա վրա է ուզում կառուցել հավատքի վրա, որ մենք երևույթով չպիտի ապրենք, այլ հավատքով, որպեսզի լինենք երկրպագու Աստծուն։ Սկզբից եկա մի քիչ հեռվից, բայց վերջում եկա ճիշտ նպատակակետին Աստծո օգնության։ Եթե չզարկանա ձեր հոգևոր մասը, դուք այդ հավատքը չունեք։ Հավատքը մարմնի պտուղ չի, մարմնի գործ չի, հավատքը հոգու պտուղ է։ Աստված հոգի է եւ ուզում է հոգով եւ ճշմարտությունով երկրպագու։ Առանց հավատքի անհաճելի ես Աստծուն, անհնար է հաճելի լինել Աստծուն։ Հավատքը հոգու պտուղ է, հոգու մեջ է հավատքը։ Եթե հոգևոր մասը չի զարգանում, հավատքը չի կարող զարգանալ։ Մոտենանք նրան, ուրեմն իր կողմից ճանապարհը բաց է, վարագույրը բաց է, համարձակվեք, մտեք սրբարանը։ Ինչպես Հիսուսի արյունով։ Ես մեղավոր եմ, ինչպես կարող եմ Հիսուսի արյունով։ Բայց նայեք, Հիսուսի արյան վրա անհրաժեշտ է հավատք ունենալ։ Այդ բոլորը կառուցվում է աստիճանաբար, կամաց աշխատանքի արդյունքն է, ով աշխատի նա կուտի, ով աշխատի նա կմտնի սրբարանը։ Աշխատանքը ոչ թե Աստված մեզ վարձատրում է, ճիշտ հասկացեք, աշխատանքը ինքն է կատարել Գողգոթա խաչի վրա, ծանր աշխատանք։ Մեր աշխատանքն է, որ մենք մարմնավոր մտքերից ու զգայարաններից ու աշխարհային հոգսերից դուրս գանք։ Մեր աշխատանքը այդ չէ, որ մենք վաստակում ենք Աստծո հաճությունը եւ մտնում ենք սրբության սրբոց։ Մեր արժանիքը Հիսուս Քրիստոսն է, նրա սուրբ արյունն է։ Մեր աշխատանքի նպատակն է, որ մարմնավորը քայքայվի, իր ուժը զորությունը կորցնի, հոգևորը զորանա մեր մեջ։ Դա է հավատացյալների գործը։ Հավատացյալները իրենց ժամանակը պետք է սրանով անցկացնեն։ Հավատացյալ ժողովուրդը պետք է անընդհատ հոգևոր աշխատանքի մեջ լինի։ Խոսքս գնում է նրանց մասին, ովքեր փափագում են Աստծուն, ովքեր ուզում են երկրպագու լինել, ովքեր իսկապես ուզում են ճաշակել Աստծո քաղցրությունը։ Քույրեր եղբայրներ, հավատացեք, երբ որ Աստծո համը առնում եք, աշխարհը ձեր առջև ոչինչ է դառնում։ Աշխարհային այն ցանկալի բաները իրենց արժեքը կորցնում են։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը ասում է, ահ եմ համարում ամեն բան Քրիստոսին շահելու համար։ Ինչպես կարելի է մարդ այս աշխարհում ապրի ամեն բան ահ համարի։ Հնարավոր է։ Այն մարդիկ, որոնք հանդիպել են Աստծո հետ, Աստծո փառքի հետ, հաղորդակցություն ունեն իրեն, ամեն բան ահ են համարում այս աշխարհ։ Ուրեմն մեզ պետք է ճշմարիտ սիրտ եւ լիքը հավատ, կատարյալ հավատ։ Ուրեմն հավատքի վրա եմ ուզում կենտրոնանալ։ Եթե չաշխատեք, քույրեր եղբայրներ, տեսեք մեր ծառայությունը իոլա գնալու ծառայություն չի։ Մենք խոսում ենք երկրպագության մասին։ Մենք խոսում ենք սրբության սրբոց մտնելու մասին։ Մենք չենք խոսում ուղղակի փրկված լինելու մասին։ Փրկությունն է իհարկե գլխավոր եւ վերջնական նպատակը, բայց ինչ փրկությունը, ինչ նստենք ու սպասենք, երբ ենք փրկվելու։ Երբ ենք այս մարմիններից դուրս գալու։ Ոչ։ Մենք գործ ունենք երկրի վրա, պաշտել, փառավորել, մեծարել, ավետարանը քարոզել, հարստանալ Աստծո խոսքով, գիտելիքներով, երգով, սաղմոսներով, նվագով, տավիղով, թմբուկով, քնարով, փառավորել ամենակարողից։ Ամեն։ Այդ դեպքում է, որ դու քո անձի համար հանգիստ կգտնես։ Այդ դեպքում է, որ դու կվայելես Աստծո քաղցրությունը եւ կյանքը կքաղցրանա եւ կհեշտանա երկրային կյանքից։ Հոգի Աստված եւ ուզում է իրեն հոգով եւ ճշմարտությունով երկրպագուներ։ Եկեք կանգնենք նրա առջև։
մենք հաճախ հավաքվում ենք եւ բավական ժամանակ է անհրաժեշտ մեզ, որ մթնոլորտը պատրաստենք երկրպագելու Տիրոջը։ Մտքերը ձեր հետ են գալիս եկեղեցի, դուք եք բերում, չեն մեղադրում, որովհետև դուք պետք է աճեք մեծանաք եւ մենք էլ հենց դրա համար ծառայում ենք, որ դուք աճեք ու մեծանաք, որ արդեն ինքներդ կարողանաք կոնտրոլ անել այդ մտքերը, հոգսի մտքերը, աշխարհի մտքերը, մարմնի մտքերը։ Շատ իրական կռիվ է, պատերազմ է մեր մեջ մտքերի, մարմնի եւ հոգու մտքերի։ Մարմնավոր մտքերը անխաղաղություն են առաջացնում եւ իրենց պտուղն է մահ, այսինքն մահվան կարծես մահն էլ ունի մեղքի մահվան օրենքը ունի իր մթնոլորտը